որպեսզի մեկ անգամ եւս ապահովեմ կառավարչի ցանկությունը թվերը ներկայացնելու եւ այսպես ամեն ինչը հաշվի առնելով որ Պեկինը շատ անգրագետ եւ սխալ հաղորդում էր ներկայացրել համենայն դեպս ճգնաժամի ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լծվեր բնականաբար բոլորով միասին լծվել են սխալ ինֆորմացիա մեղմ ասած սխալ ինֆորմացիա ներկայացնում օրինակ Սևանի Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգով մի դիտարկում ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախ առաջինը դուք երևի հասկացել եք, մի րոպե, չէ՞, բան ասում, նախ ելույթից ես կարող մոռանամ, է։ Փակելով բացարձակապես ձեր խոսքի ազատության իրավունքը եւ ժամանակը, բայց այնուամենայնիվ մինչեւ արդեն 30 քանի րոպե խոսում եք եւ բազմիցս վիդեոական գնահատականներ տվեցիք, կարող եք գնահատել երևույթը, բայց առանց ինչ որ տենց պիտակավորելու։ Խնդրում եմ այդ ջանցեք եւ Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին ինքն էլ բոլորն էլ այսպես ասած տեղյակ են որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչի ուզում եք այս բանի սպառնալիքներով խոսում, պարոն Ղազարյան, ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, բա մենք ուզում ենք աշխատանքային, ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ այս լսում ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ արգանքի մտնոլորտում սպառնալիքի մասին չպիտակավորել։ Ես եմ ասում, դիտարկում եմ դա որպես սպառ։ Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր ելույթը, եկեք իհարկե չի կարելի, իհարկե շատ բան չի կարելի։ Թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ ասում։ Առաջինը սպառնալիքի լեզվով ոչ մեկի մեջ չխոսամ եք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը Եթե կառավարիչը եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարիզբոր իմաստով հետո իրենք իրենց էլ հերքում են, ասում են դե քաղաքական անձնական է, ջա չգիտեմ ինչ ուզում գրում ենք եւ այլն, այդ ամեն ինչը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։ Պարոն Ղազարյան, նիստի վարման ընթացքին է վերաբերվում, նիստում հնչեցված գնահատականներին է վերաբերվում։ Վարույթում կարելի է հնչեցնել տենց գնահատականներ։ Վարույթում որևէ մեկը ձեզ հանցագործ չի։ Չհասկացա, ինչ է նշանակում համակարգված հավելագրում եւ մոնետիզացում։ Հանցագործություն չի։ Պարոն Ղազարյան, շարունակեք։ Դե ուրեմն խնդրում եմ լինել օբյեկտիվ եւ եթե դուք նյութերում չանցնեիք չափը, այսինքն չներկայացնեիք սեփականատիրոջը որպես չգիտեմ, այսպես մոնստր, մեզ էլ հետը ձեռի հետ հանցագործներ, չէիք ստանալ այս պատասխանը, խնդրում եմ օբյեկտիվություն։ Մաքսիմում օբյեկտիվ ենք։